Պուտինն ու Ալիևը կատարում են իրար տված խոստումներն ու փորձում են պահպանել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման տեմպը։ Դուշանբեի կառավարական կողի Սոմոն նստավայրում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ օր հետո Բաքվում փոխել են Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցը տնային կալանքով։ Նա հունիսի վերջին էր կալանավորվել իր 6 գործընկերների հետ ռուս-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին։ Կարծում եմ նույն process-ը զուգահեռ տեղի ունենալու Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ ադրբեջանական համայնքի կամ Սփյուռքի հետ գործունեություն ունեցող, կապ ունեցող անձնավորությունները իրենք եւս ազատ են արձակվելու եւ սա նպաստելու է նրան, որ երկու պետությունների միջև հարաբերությունները ավելի արագորեն կարգավորվեն։ Ռուսական տելեգրամ ալիքները գրում են, որ Դաշնությունն էլ ազատ է արձակել Ռուսաստանում կալանավորված Ադրբեջանի քաղաքացի Երգիծանքի թատրոնի նախկին տնօրեն Մամեդ Ալի Աղայևին։ Նրան ու ադրբեջանցի բազմաթիվ ազդեցիկ դեմքերի Դաշնությունում նվաստացնելով ու ստորացնելով էին ձերբակալել ամռանը։ Նույնն արել էին Բաքվում ռուսների հետ։ Ադրբեջանական կողմը այդ արհեստականորեն ստեղծեց լարվածությունը Ռուսաստանի հետ, պատճառը նրանում էր, որ իրենք առիթ էին ման գալիս այդ լարվածությունը ստեղծելու համար, որպեսզի Միացյալ Նահանգների միջնորդությամբ կարգավորեին հարաբերությունները Հայաստանի հետ, իրենց շահավետ փաստաթղթով։ Փորձագետների համոզմամբ հիմա բավարարված է Ադրբեջանի նախագահը։ Նա ճիշտ պահին կարողացավ կտրվել Ռուսաստանից, սիրաշահել Թրամփին իր պետության օգտին, փաստաթուղթ ստորագրել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։ Հիմա էլ Ռուսաստանի նախագահից փոխհատուցում է ստանալու նախորդ տարի դեկտեմբերին ռուսական երկնքում կործանված ադրբեջանական Ազալ օդանավի համար։ Երբ որ այսպիսի իրավիճակ է առաջանում, երբ լարվածություն կա այլ հարևան պետությունների հետ հարաբերություններում, ապա Ռուսաստանը ինչ-որ հարցերում նաև ստիպված է լինում գնալ զիջմանը։ Փորձագետները, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության պիկին անգամ հեռավար պատերազմ էին կանխատեսում երկու պետությունների միջև, հիմա իրադարձությունների այլ հունի են ականատես լինում։ Դաշնությունը մի կողմից չի ուզում թուլացնել իր դիրքերը Կովկասում։ Մյուս կողմից հասկանում է, որ արևմուտքի կոշտ պատժամիջոցների պայմաններում դաշնակիցների կարիք ունի։ Ադրբեջանն էլ շահեր ունի գերտերությունից։ Տնտեսական կապեր կան երկու պետությունների միջև, բավականին խորացված տնտեսություն է եւ առևտուր է երկու պետությունների միջև։ Երկրորդը դա էներգետիկան է, այդտեղ երկու պետությունները եւս համագործակցում են։ Իդեպ, երբ որ սկսվեց պատերազմը Ուկրաինայում, ապա սա էլ բավականին հայտնի փաստ է, որ ռուսական գազը Ադրբեջանի միջոցով, որպես ադրբեջանական գազ, վաճառվում էր Եվրոպայի։ Երկու պետությունները նաև լոգիստիկ շահեր ունեն։ Հյուսիս-հարավ ճանապարհի մի կարևոր ու զգալի մաս Ադրբեջանի տարածքով է անցնելու։ Ռուսաստանի համար կարևոր է, որ զգայուն այս փուլում, երբ ամերիկացիները ճանապարհներ են կառավարելու Կովկասում, իրենք երկրորդ պլան չմղվեն մեր տարածաշրջանում։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։